Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, Փարաքարի 14 ընտրատեղամասի արդյունքներով Միասնություն կուսակցությունը 60-ից 60%-ից ավելի ձայն է հավաքել, նախնական արդյունքներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 29.1%, Միասնություն, Դաշինք 61.2%, Ազգային առաջընթաց կուսակցություն 5.95%, Կայունություն կուսակցություն 3.66%։ Հանրապետության գրեթե ողջ ուշադրությունը սևեռված էր Գյումրու արտահերթ ավականու ընտրությունների վրա եւ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ, ոչ մեկին չի հաջողվել ստանալ բացարձակ մեծամասնություն։ Քվեարկության արդյունքները ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 36.21%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 20.5%, Ապրելու երկիր կուսակցություն 3.5%, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 6.11%, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն 1.3%, Եվրադաշինք կուսակցությունների դաշինք 4.44%, Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն 2.9%, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 15.5%, Իմ հզոր համայնք կուսակցություն 8.8% եւ Քաղաքացիական պայմանագրի Փարաքարում համայնքապետի տեխնացուն արդեն իսկ շնորհավորել է իր հակառակ թիմի ներկայացուցչին հաղթանակի կապակցությամբ, այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել նաև Գյումրիում Քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանը, մասնավորապես նշելով, որ մեծ տրված քվեները չեն փոշիանալու, այն ծառայելու է Գյումրուն եւ բոլոր գյումրեցիներին, շարունակելու ենք Գյումրու զարգացման եւ շենացման մեր բոլոր ծրագրերը։ Շնորհակալություն են հայտնում, որ երկրորդ տեղը զբաղեցրած ուժից 2 անգամ ավելի շատ ձայն են հավաքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել քվեարկության արդյունքներին, մասնավորապես նշելով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի։ Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է։ Շնորհավորում եմ քաղաքացու վստահությանը արժանացած ընտրություններում հաղթած բոլոր քաղաքական ուժերին եւ տեխնացուներին։ Ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության մասին բոլոր ահազանգերը պետք է մանրամասն քննվեն, դրանց հետագա կրկնությունը բացառելու առաջնահերթ նպատակագրմամբ, ասում է Փաշինյանը։ Զրուցակիցս ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն է։ Բարեցես։ Բարեցես։ Պարոն Միսկարյան, ինչպես նշեցի, գրեթե ողջ հանրապետության ուշադրությունը սևեռված էր Գյումրու ավականու արտահերթ ընտրությունների վրա եւ թիմ ընտրությունը կարծես վերածվել էր ինչ-որ այսպես, համապետական մի ընտրական գործընթացի։ Արդյունքները սպասելի էին։ Կարելի ասել, որ Հայաստանում սկսել են ընտրությունները քաղաքականանալ։ Ահա։ Բայց ցավալիորեն պետք է, այսինքն կանխորոշված չեն ինչպես ժամանակիներ եւ դա կարելի է համարել առաջընթաց։ Բայց ընդդիմությունը միջև ընտրությունների օրն էլ ասում էր, որ իշխանությունը կեղծում է արդյունքները։ Դե որ կարող է ինչ որ չափով կեղծել են, կարող է չեն կեղծել, իրենք են կեղծում, որ կեղծել են, դա քննության հարց է, բայց այն որ իշխանությունը եւ իշխանության հարող կամ նրա հետ հնարավոր դաշինքի գնացող ուժերը չկան ըստ էության կամ եթե լինեին էլ այդ շեմը չեն, այսինքն չեն հաղթել էլի մեծ հաշվով ընդդիմադիր տեխնացուն կդառնա քաղաքապետ, տեխնացուներից մեկը։ Դա խոսում է նրա մասին, որ իշխանությունը ամբողջ ջանքն ու եռանդը չի ներդրել ամեն գնով իշխանության հասնելու Գյումրիում։ Դա լավ է։ Լավ է, եթե դա իրոք այդպես է, լավ է, որ եթե դա ապաշնորհության հարց չի, այսինքն ուզեցել են, բայց չեն կարողացել անել, դա էլ լավ է, բայց քիչ լավ է, իսկ եթե չեն ուզեցել եւ արել են ամեն ինչ օրենքով, թե փոքր խախտումներ իհարկե կարող են լինել բոլոր ընտրություններում էլ, բայց դա էական չի, դա էական ազդեցություն չէր կարող ունենալ արդյունքների վրա։ Ամեն դեպքում կարելի է ասել առաջընթաց կա, բայց ցավալի է, որ երբ որ ես ասում եմ փոքր ինչ քաղաքականացել են,
Միևնույնն է իրական ժողովրդավարական պետությանը հատուկ քաղաքական ընտրության տեսակետից 0.1 կարելի է գնահատել, եթե 100-ի մեջ է, դե որովհետև չի կարող երկրորդ տեղում 20% կամ ապագա քաղաքապետի տեխնացուն կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ լինել, դա քաղաքական չի, որտև կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը Հայաստանի քաղաքական մտքի դեռ ոնց ես ասեմ, հա, նայեք, ընդհանրապես եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, մենք պիտի կարողանանք մեր հարաբերությունները ներքին կյանքը ճիշտ կազմակերպել, որպեսզի աշխատի արդյունավետ այդ ներքին կյանքը։ Ներքին կյանքում ստեղծած արժեքի եւ բովանդակության շնորհիվ է, որ պետությունը հզոր է։ Եվ կոմունիստական կուսակցությունը իդեմս Վարդան Ղուկասյանի կամ չգիտեմ ով է իրանց ղեկավարը, այդ այն կուսակցությունը չի, որը կարողանա Հայաստանում այդ բարեփոխումները անել եւ այն հասարակարգը ստեղծել, մենք դրա մեջով անցել ենք, էլի մի անգամ։ Դե հենց որովհետև քաղաքական չեն։ Ես դրա համար եմ ասում, քաղաքական բովանդակության առումով, գործընթացների առումով ինքը քաղաքական էր, բովանդակության առումով 0 քաղաքական։ Այսինքն մարդիկ գնում են էլի անձերի հետևից, մարդիկ գնում են էլի թասիբի ու ես չգիտեմ ինչերի հետևից, մարդիկ գնում են ընտրում են ով կլինի միայն թե սա չլինի կամ սա լինի միայն թե կամ էլ այո, եւ չէ, դե մեկը տարբերություն կա, որովհետեւ եթե տարբերություն չկա, չեն գնում ընտրությունների։ Չէ, օրինակ հենց տեղամասերի դիմաց, երբ մենք Արցախից ենք անում Գյումրիում նախորդին, մարդիկ ասում են, այս համար տարբերություն չկա, կգնանք հիմա կմտնենք խցիկ, մեկին կընտրենք։ Չէ, դա այդպես չի։ Մարդը որ ոչ մի սպասելիք չունեին ոչ մեկից։ Չէ, բայց այնուամենայնիվ ընտրություն արել են, էլի, ինչ որ, այդպես չի, որ երկրորդ համարը այդպես սուրբ թիվա կամ չգիտեմ ինչ որ խորհրդանշական թիվա։ Դե կարող ենք այստեղ ուրեմն ասել մարդիկ ընտրություն են արել տեսածի միջև։ Չէ որ գործող ժամանակավոր պաշտոնակատարը կամ իշխող ուժներ մասնակցում եւ նախկին քաղաքապետ։ Եկեք կարող է թյուրը բռնում լինի, ես իրականում գյումրեցիներին չեմ մեղադրում դրա մեջ։ Մարդիկ քաղաքական են այնքանով, որքանով, այսինքն այդտեղ խնդիր չկա։ Խնդիրը մեր իշխանությունների մեջ է։ Երբ որ 18 թվականից սկսած մենք գոռում էինք, որ պետքա փոխել քաղաքական դաշտի խաղի կանոնները, որ պետքա նոր մոտեցում ցուցաբերել։ 30 տարի Հայաստանում քաղաքագիտական գիտելիքը աղբին հավասար է եղել, կներեք այս արտահայտության համար։ Դուք որ կարդաք ինչ հոդվածներ են գրվել, ինչ տրամաբանություն, ինչ փիլիսոփայություն ա դրած մեր քաղաքագիտական դասագրքերի մեջ, համալսարանի եւ այլն, դուք ուղղակի կսարսափեք։ Եվ երբ որ 18 թվականին խոսվում էր քաղաքական մշակույթի փոփոխության մասին, առաջին հերթին այդ գիտությունը պետք է զարգանար, այդ գիտելիքը, այդ մշակույթը, ինչ արել է իշխանությունները այդ ուղղությամբ, ոչ մի բան։ Կուսակցությունների մասին օրենքը պիտի փոխվեր, իբր այդպես կոսմետիկ փոփոխություններ արին, բայց դա այն հեղափոխական մոտեցումը չէր, որը անհրաժեշտ էր այդ փուլում դաշտը մաքրելու եւ պարզեցնելու համար։ Ընտրական օրենսգիրքը պիտի փոխվեր, ինչ որ էլի տարբեր, բայց առանցքային մոտեցումը այն է, ինչ որ դրված էր ի սկզբանե, հա, այսինքն որևէ փոփոխություն չի արվել, որպեսզի մարդիկ քաղաքականանան, որպեսզի քաղաքական դաշտում գործեն քաղաքական գործիչներ, որպեսզի ծնվեն նոր քաղաքական գործիչներ, նոր արժեքներով, նոր մտածելակերպով, նոր տեսլականով, այլ ընդհակառակը մի բան էլ ամեն կերպ արվել է այնպես, որ հանկարծ նոր ուժեր, նոր առողջ ուժեր չձևավորվեն, այդ սև ու սպիտակը, այդ այսինքն գնացել է դարձյալ ռեսուրսների պայքար։ Իսկ որտեղ բացառապես ռեսուրսներն են նյութական ու իշխանական ռեսուրսներն են պայքարում, այդտեղ քաղաքական բովանդակությունը փոշիանում է։ Եվ դա հնարավորություն չի տալիս իրապես առողջ թիմերին դուրս գալ հայտ ներկայացնել, երևալ, ճանաչելի դառնալ եւ խոսել մարդկանց հետ, որովհետեւ միտեղ որտեղ շատ փող է եւ գովազդ աշխատում, խլացվում է դաշտը մնացած ուժերի համար։ Ու այս տրամաբանությամբ ես չգիտեմ 26 թվականի ընտրությունների նախաշեմին
ինչ կարելի է սպասել առհասարակ, որովհետև ինչքան գնում, այդքան դաշտը դառնում է ավելի խայտաբղետ, հա, խառնի ճաղանճ։ Եթե ավելի ճիշտ խայտաճաղանճ։ Իսկ ինչու չգիտեք ինչ է լինելու 26-ին, լինելու է նույն բանը։ Կոմունիստական կուսակցությունը, այո, ռեսուրսները պայքարելու են, եւ ելքը ձևավորվի մոտավորապես այնպեսի խորհրդարան, ինչ հիմա կա։ Այդ լավագույն դեպքում, ավելի վատ կարա լինի, որ օրինակ ինչպես հիմա ստացվեց, չեմ ուզում ես այդ մարդկանց ինչ որ պիտակավորեմ, ասենք ընդդիմադիր, բայց դա ընդդիմադիրի բան չկա, ընդդիմադիրը դա գաղափարական ընդդիմությունն է, իսկ իշխանության համար պայքարում այդ թշնամիներ են երևի կամ հակադիր բևեռներ, չգիտեմ, ինչ կուզեք ասեք։ Այսպես Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկած ճակատը շատ հետաքրքիր եւ ճիշտ ռազմավարական գիծ ընտրեց։ Նրանք միևնույն խմբի տարբեր կամ նպատակի գաղափարի տարբեր մարդիկ, տարբեր ուժեր ստեղծեցին, տարբեր ձևով դիրքավորվեցին, տարբեր մարտավարություն արեցին եւ որին ինչքանով արդյունավետ էր, ըստ այդմ տարան այն ձայները, որը տարան։ Նիկոլ Փաշինյանը իր ԿՊ-ով մնաց, ես կասեմ, Սարիկ Մինասյան չէ, պարոն Մինասյանի երևի հեղինակությունն էր, որ այդքան ձայն տարան, որովհետև որ մնար, որ այդտեղ քաղաքացիական պայմանագրին են ձայն տալի դժվար։ Մի խոսքով, ստացվեց էս, հիմա եթե նույն մարտավարությունը, այսինքն շատ բազմազան, էլի խայտաբղետ կուսակցություններ, դաշինքներ լցնեն շուկա, դաշտ էլի, իրանց համար դա շուկա է, եւ սկսեն մարդկանց մոլորեցնել, մանիպուլացնել մի կողմից եւ մի կողմից էլ Նիկոլ Փաշինյանը անի դա, այդտեղ արդեն դժվար է պատկերացնել ով ավելի շատ կկարողանա խաբել մարդկանց, որովհետեւ մեծ հաշվով այդ իշխանության համար պայքարում, եթե չկան գաղափարական ու առողջ ուժեր, դա հանրությանը խաբելու, մոլորեցնելու փորձեր է։ Այսինքն եթե թիմը չի հավաքվել արժեքների ու գաղափարի շուրջ, այդ թիմը հավաքվել է կամ փողի ու իշխանության կամ իշխանության ու փողի շուրջ։ Հիմա դա կապ չունի Նիկոլ Փաշինյանը ինչքանով է այդ փողից օգտվում, բայց իշխանությունից օգտվում է եւ կապ չունի հաջորդները, որ գալու են այդ նույն արժեք կրող հակառակ ճամբարից, ավելի շատ ինչն են գերադասելու էլ իրենց փողը, թե իրենց թիմակիցների փողը, օրինակ։ Մայր Հայաստան եւ մեր քաղաքակուսակցությունների դաշինքները արդեն իսկ հայտարարել են, որ իրենք միանում են ձայներ տալիս են Վարդան Ղուկասյանին։ Դե դա մինչև ընտրություններն էլ է, մինչև քվեարկության օրը արդեն պարզ էր, որ այդպես է լինելու։ Եվ ինչ է ձևավորվում Գյումրիում, ինչպիսի հավաքանի է ձևավորվում այդ դեպքում, այսինքն Վարդան Ղուկասյանը այս դեպքում դառնում է ավելի դոմինանտ հավանական տեխնացու քաղաքապետի։ Դոմինանտ, դե տեխնացու야, որը ամենամեծ շանսերն ունի։ Հիմա դրա դոմինանտը ո՞րն է։ Չէ, դե նկատում եմ, տեսեք, ձայների հարաբերակցությունը էլի հաշվի առնելով, եթե մնացած ուժերը։ 36.21 ունի քաղաքացիական պայմանագիրը, կոմունիստական կուսակցությունը Վարդան Ղուկասյան ասենք ավելի պատկերավոր 20.5, Մայր Հայաստանը ունի 6.11 եւ մեր քաղաքը ունի 15.5։ Այո, 26, 15, 41, այսինքն հաղթում է կոմունիստական կուսակցությունը ընկերներ։ Եվ իշխանությունը ասում է, որ սա իշխանությունը անցնում է կոմունիստներին։ Գյումրիում իշխանությունը անցնում է կոմունիստներին։ Միչայլոց աստվածավախ հավատացյալ կոմունիստների համադրությունը շատ այո դե եւ այնպիսի կոմունիստներին, որոնք գնահատում են քրեական բարքերը եւ քրեական հեղինակություններին բարձր են գնահատում։ Շատ հետաքրքիր այսպես համադրություն է։ Իշխանությունը խոսում է այն մասին, որ իրենք նախորդ անգամից ավելի շատ ձայներ են հավաքել, իրենք գյումրեցիները իրենց վստահում են։ Այդ իշխանությունը կսփոփի իհարկե իրեն, դրանից հետևություններ էլ կանի, բայց ցավալին է նա, որ մենք հույսեր ենք կապում մի իշխանության, այսինքն ես որպես քաղաքացի, ես ուզում եմ, որ Հայաստանում ընտրելու բան լինի։
Այսինքն ոչ թե ես ընտրությունը անեմ ԿՊ-ի եւ Կոմկուսի միջև, այլ անեմ օրինակ ասում են Եվրադաշինքներ։ Դե կար, բայց հիմա այդ Եվրադաշինքը կարճ ժամանակում ինչ որ ձևավորված էլի կուսակցություն չի դա հասկանում եք, այսինքն դա ինչ որ նպատակ է Եվրոպային անդամակցելու, որը գուցե արդարացված է, բայց դա կուսակցական գաղափարախոսություն չի, ասենքն այդտեղ ես օրինակ կարծում եմ, որ այն կուսակցությունները, որի մասին ես խոսում եմ, իրանց նպատակը պետք է լինի ներքին քաղաքական կյանքը եւ հետեւաբար նաեւ տնտեսական, մշակութային ու մնացած կյանքի վրա պետք է լինի շեշտադրումը, որովհետեւ եթե մենք բոբիկ ոտքերով եւ մերկ գնում ենք Եվրոպա, Եվրոպայում քիչ չեն մուրացկանները, մենք էլ այդտեղ կարանք միտեղ տեղավորվենք, իհարկե մի քիչ ավելի կուշտ, քան Ռուսաստանի տարածքի մուրացկաները, բայց եւ այնպես, օրինակ Մոսկվայինները լավ են ապրում, ինչքան գիտեմ, այնտեղ մի հատ թաղամաս կա։ Ամեն դեպքում, եթե Սալիգորյաներից դուրս գանք, Եվրոդաշինքը կուսակցություն չի, դաշինք է, եւ երբ որ ես խոսում եմ քաղաքական դաշտի առողջացման մասին, խոսում եմ իրապես կայացած լուրջ գաղափարական կուսակցությունների մասին։ Դաշինքներ լինելու են, շատ են լինելու, կուսակցություններն ավելի շատ են լինելու, քան Գյումրիում էին, ամեն օր հայտարարում են Facebook-ի ընկերների մեջ կան մարդիկ, որ շուտով կուսակցություն են հիմնադրելու, մի մասը արդեն հիմնադրել են, ինչ վարկ կդրսևորեն այդ կուսակցությունները, կմիավորվեն, չեն միավորվի, ինչքանով կմիավորվեն, դա այլ հարց է, բայց դա չի խոսում քաղաքական դաշտի առողջացման, կայացման մասին, դա խոսում է ընդհակառակը ճգնաժամի խորացման մասին, որովհետև երբ որ կուսակցությունները, այդպես ասենք, չկա 200 գաղափարախոսություն եւ եթե 200 հատ լիբերալ թևի կուսակցություն կա ու ամեն մեկը իր ճիշտ տնը առաջ տանում, այդ ընդհանրը հասարակությանը մոլորեցնում է, ոչ թե համախմբում այդ արժեքների ու այդ գաղափարների շուրջ։ Լավ, փառաքարում էլ տեսեք, օրինակ իշխանությունը չկարողացավ պահպանել իշխանություն կամ վերցնել իշխանություն, հա։ Հետևությունները որոնք պիտի լինեն։ Չեմ ասում, որ պարտադիր իհարկե բոլոր համայնքներում պիտի հանրապետության կենտրոնական իշխանությունը լինի իշխանություն, հա, դրա մասին չէ խոսքը բացարձակ։ Այլ բացարձակ այն համադրությունների մասին է խոսքը, եթե չգիտեմ, քաղաքական ասենք, լավ, համադրությունների մասին է խոսքը, այն ինչի մասին դուք հիմա խոսում եք, հա։ Ինչու է դա հնարավոր դառնում այնուամենայնիվ, հեղափոխությունից հետո, ինչու է դա հնարավոր դառնում, երբ որ մարդիկ նախ մերժեցին այդպիսի, այսպես ասած, քաղաքականությունը, այդպիսի քաղաքականություն վարողներին, այդպիսի գաղափարախոսություն արժեքներ կրողներին, այս երկիրը այդքան տասնամյակներ կառավարողներին, բայց հիմա մենք տեսնում ենք, որ նրանք մարդ կանգնեց հանրապետության հրապարակում, ամբիոնից ասեց, ես գալու եմ եւ քաղաքական դաշտը առողջացնեմ։ Հիմա ասեք մի քայլ, որ այդ մարդը այս 7 տարվա ընթացքում արել է, այդ քաղաքական դաշտը առողջացնելու ուղղությամբ։ Ոչ մի բան։ Ինքը ձեռքերը ծալած նստել է, այնտեղ ով ինչ արել, ոնց արել, հասարակությունը չի կարող ինքնակազմակերպվել, այն էլ մեր տիպի համայնքային մտածողություն ունեցող հասարակությունը եւ քաղաքական ուժեր ձևավորել առողջ։ Դա գիտական, այսինքն դա գործից հասկացող մարդկանց եւ էլիտայի խնդիրն է։ Եթե քաղաքական վերնախավը կամ առաջնորդություն ստանձնած անձը, քաղաքական ուժը այդ խնդիրը իր առաջ չի դնում եւ չի լուծում, չեմ ասում, ինքը պետքա գնար ստեղծեր կուսակցություններ եւ անունը դներ, որ մենք ունենք առողջ կուսակցություններ, բայց առաջի հերթին ինքը պիտի հասկանար, ինքը ասելով այդ ղեկավարը օրինակ կամ իրենք, որ այն դատարկ հայտարարությունները, փուչ հայտարարությունները, որ արվում են ամբիոնից կամ լայվերով, դրանք վնասում են քաղաքական մտքի առողջացմանը եւ զարգացմանը։ Դրանք բացի են, որ վնասում են, դրանք ուղղակի դրանք էլ են հետևանք։ Հետևանք են նրա, որ իրենք քաղաքականապես տգետ են։ Եվ այդ քաղաքականապես տգիտությունը, երբ որ սփռում են իրենց էկրաններից եւ կիրառում են ընտրությունների ժամանակ այն թեզերով ու այն ձևերով, որով մենք տեսել ենք, դա բերելու է նման օրվա է մեզ հանգեցնելու։
Ամբողջ խնդիրը այն է, երբ որ դու խոսում ես օջախից, տոլմայից, ինչ որ եսիմ ինչ վերամբարձ ու դատարկ բաներից, ապա քաղաքական, ես չեմ ասում օջախը վատ բան է, բայց երբ որ դա բերում ես քաղաքականություն, ասենք ծուխն ու օջախը, քաղաքականությունը դառնում է համայնքային կացութաձև կարգավորող մի բան։ Էդ էլ ունենք։ Հիմա մեր խնդիրն էր քաղաքականությունը վեր բարձրացնել այդ վիճակից, ինքը ավելի իջացրեց, այսինքն պետության գաղափարից իջանք օջախի ու ընտանիքը հարուստ ես հարստացիր եւ հարստացրա։ Հիմա ինչ պարոն Ղուկասյանը վատ չի ապրում, հիմա կգա ու կհարստացնի նրանց, ովքեր իրան աջակցել են։ Եվ հենց այդ որ ասում եք պետության գաղափարից իջանք օջախի, մենք եթե օրինակ նույն եթե Ղուկասյանին, հա, հետևենք, նրա քաուզարշավը կամ նրա հայտարարությունները մոտեցնում են հենց էլի այդ տրամաբանության մեջ էլ ծավալվեցին, այսինքն այո, դե դա մարդը որսած մարդը ամբիոնից խոստացել էր, որ գալու է եւ քաղաքական մշակույթը փոխելու, բայց եկավ ու այդ քաղաքական մշակույթը փոխեց դեպի ավելի վատը, որտեղ Վարդան Ղուկասյանը կամ իր գաղափարական ընկերները ինչպես ձուկը ջրում։ Այսինքն միտեղ որտեղ Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաղաքական կամ ձևավորած քաղաքական դաշտը այնա, որտեղ կարող է լինել տեխնացու կոմունիստ աստվածավախ եւ գողական։ Այսինքն դա քաղաքականությունը ցեխից ավելի վատ վիճակի հասցնելու հետևանք է, որտեղ քաղաքական որևէ կոմպոնենտ չկա, բացի այն ընտրությունները, որ մենք անվանում ենք ընտրություն, ուրիշ բան չկա դրա մեջ քաղաքական։ Եվ ես ձեզ ասեմ, սրա վատ կողմերը մենակ այն չի, որ մենք այսպես դե լավ, հա, հիմա պարտադիր չի, որ բոլոր տեղերի իշխանությունը լինի եւ այլն, այո, իհարկե պարտադիր չի, բայց երբ որ արևմուտքը նույն, որի հետ մենք ուզում ենք ինչ որ հարաբերություններ ստեղծենք, տեսնում է մեր կրկեսը եւ այդ կրկեսի ղեկավար որպես առաջի դեմքին, ինքը հասկանում է, որ այս հասարակության հետ որևէ հույս կապելը անիմաստ է, հասկանում եք, դա ծաղր է քաղաքականության նկատմամբ, այն ինչ Հայաստանում տեղի է ունենում, ծաղր է։ Ու դա գալիս է գիտելիքի պակասից բոլոր շերտերով եւ մինչեւ առաջի դեմք։ Այն որ մեծ խոսում ենք, որ կրթությունը նորարար է եւ այլն, այդ միայն բառեր է։ Այդ կրթությունը ստանալու համար պետքա դրա համար է գիտելիք պետք, որը չկա։ Ու մենակ նորարարության հետևից ընկնելով ունենում ենք այս։ Եվ ինչ ենք անելու հետո։ Ես մի լուծում եմ տեսնում, իհարկե հիմա կասեն, որ էլի հերթական փրկչային ծրագիր է, հա, ապագա պարլամենտում պետք է լինեն գրագետ չէ, քաղաքականապես հասուն մարդիկ, քաղաքականապես գրագետ։ Ես չգիտեմ, հիմա դժվար է, մենք նստենք ասենք, ինչ է նշանակում քաղաքականապես հասուն մարդիկ։ Բայց առանց դրա միայն այն, որ մարդը ուզում է լինի պարլամենտում կամ նախարար եւ պատրաստ է գնա այդ ռիսկին կամ վերցնի այդ պատասխանատվությունը առանց քաղաքական ծրագրի եւ թիմի, այդ բավարար չի։ Հետևաբար պետք է քաղաքական հասունություն եւ գրագիտություն ունեցող մարդկանց թիմ, որը հստակ ծրագիր կունենա, որը այդ թիմում չի ունենա մռայլ անցյալ ունեցող մարդիկ, որը այդ թիմում կունենա քաղաքական խոսք ասող առնվազն 20-25 հոգի եւ հայտ կներկայացնի առաջիկա ընտրություններին։ Եթե այդպիսի թիմ հնարավոր լինի ձևավորել, իսկ դրա համար շատ բան պետք չի, պետք է գտնել այդ մարդկանց, դրա համար պետք է մի քիչ ինտենսիվ աշխատանք, որպեսզի այդ մարդիկ տեսնեն կամ վստահեն այդ թիմին, եւ պետք է մի քիչ գումար, որպեսզի այդ կրթական process-ները ինտենսիվ արվեն, որտեղ այդտեղ միայն 20 հոգին չի հարցը, այդ 20 հոգին ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու եւ իրեն
եւ իր նմանների մեջ մրցակցության միջոցով հայտ ներկայացնելու համար պետքա գոնե 2000 հոգի լինի այդ կուսակցության մեջ այդ միտքը կրող եւ այդ նպատակին ծառայող։ Իսկ այդ 2000 հոգին կրթելը այս կարճ ժամանակում այդքան հեշտ չի, ֆինանսների հարց է զուտ։ Ես կարծում եմ դա կարա լինի, դա կարա ճանապարհ լինի։ Իսկ եթե դա չլինի, ես մոտավորապես պատկերացնում եմ ինչ է լինելու, մի կողմից լինելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մի կողմից լինելու է օրինակ Եվրադաշինքը, որին արդեն սկսել են թիրախավորել եւ ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ է եւ այլն, հա, այդ թիրախ, այսինքն ինչ է կատարվելու հիմա էլի դաշտը բաժանվելու է նախկինների եւ ներկաների, նախկինները բոլորը ով ինչքան առողջուշ կա բոլորին թիրախավորելու են եւ հայտարարեն, որ դրանք Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են, Նիկոլ Փաշինյանը եւ նրանք, ովքեր իր կողմնակիցներն են լինելու իրապես, թիրախավորելու են նախկիններին, ասելու են դրանք բոլորը Ռոբերտ Քոչարյանականներն են կամ Ռուսաստանի, ես իմ գործակալներն են եւ այլն, գնալու է ինչ որ իրավապահներով ճնշումների փորձեր եւ այլն, դաշտում գալու են որոշ չափով իբր ոչ ներկա, ոչ նախկին, բայց լավ ոչ մաքուր քաղաքական անցյալ ունեցող մարդիկ, որոնք հայտարարել են, որ իրենք ազգային են, որ իրենք փրկում են, մոտավորապես բանի նման այդ սրբազան պայքարի տրամաբանությամբ, բայց առանց դաշնակցության եւ քոչարյանական թևի, այդպես մոտավորապես այսպես ու էլի լիքը մանր անհատներ իրենց կուսակցություններով, որոնք կամ կմիավորվեն սկզբում, կամ վերջում, կամ չեն միավորվի, բայց առանձնապես մեծ եղանակ չեն փոխելու, հիմնական բանավեճը գնալու է այս երկուսի մեջ։ Իսկ իմ ասած տարբերակը, եթե մենք կարողանանք որպես ժողովուրդ իմի բերել, այսինքն ստեղծել իրապես առողջ գաղափարական ուժ, դրա համար մեր բոլորի ջանքերն է պետք ներդնել, այդ դեպքում ընտրություններից ամիսներ առաջ արդեն պարզ է լինելու, որ հասարակությունը այս մարդկանց ընդունում է, վստահում է եւ իրենք առանց ընտրության գնալու էլ կարող են հաղթել ընտրություններում։ Այսինքն առանց ընտրապայքարի կներեք, ոչ թե առանց ընտրության գնալու։ Լավ, եթե ասում եք պայքարը ռեսուրսների մեջ է, այդ դեպքում այդ ո՞նց է ձևավորվելու։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք բացառապես իշխող ուժի կամքի հետ։ Ոչ։ Բա ոնց է ձևավորվելու քաղաքացիական նախաձեռնությամբ։ Եվ եթե պայքարը շարունակում է մնալ ռեսուրսների մեջ։ Չէ, բայց եթե ռեսուրսը, եթե դուք նկատի ունեք այն միջոցները, որով հնարավոր է օրինակ այդ 2000 հոգուն կրթել, այդ միջոցները կա ազատ, այնպես չի, որ ամբողջ հանրապետությունը նախկինների ու ներկաների մեջ է տնտեսությունը բաժանված էլ, ես վստահ եմ կան միջին եւ միջինից ավելի բիզնեսմեններ, որոնք պատրաստ կլինեն այդ գաղափարը ֆինանսավորել, որովհետեւ հակառակ դեպքում ասում եմ, մեզ լավ բան չի սպասում։ Իհարկե միշտ կա վատից վատը եւ կա լավից լավը, այսինքն միշտ կարելի է ավելի վատին սпасել ու սփոփվել նրանով, որ դե ոչինչ հիմա էլ տեսեք օրինակ ոնց որ իբր Արցախ կորցրեցինք, բայց հեսա Հայաստանը պահել ենք, բայց դա թվացial է, դա ժամանակի հարց է։ Եթե մենք ուզում ենք տարածաշրջանում ունենալ պետություն, որը ի վիճակի է իր հարաբերությունները հարևանների հետ այնպես դասավորի, որ հավասարը հավասարի հետ կարողանա խոսել, մենք պիտի ունենանք կայացած քաղաքական համակարգ, իսկ այդտեղ առանց գիտակից կրթված, գիտելիք ունեցող քաղաքական մարդկանց թիմերի հնարավոր չի անել։ Իսկ այդ թիմերը ունենալու համար պետք է այդ գիտելիքը տալ մարդկանց։ Այն գիտելիքը, որը ստացել են այն մարդիկ, որոնք այսօր քաղաքականության մեջ են, կամ դա քաղաքական չի, այսինքն ինչ որ մի մարդ տնտեսագետ է, որը քաղաքականությունից բան չի հասկանում, բայց տնտեսությունից լավ է հասկանում։ Դա բավարար չի առողջ քաղաքական թիմ ձևավորելու համար, հավելյալ գիտելիք է պետք։ Կամ քաղաքագիտական գիտելիք են ստացել, որը ավելի լավ է չստանային, որովհետև այդ մարդիկ այլասերվել, աղճատվիրած արժե համակարգ փչացել է այդ ստացած գիտելիքից, որովհետև այդ գրքում ապա պետական գաղափարներ է ու ես լավ կլինի այդ գրքերը դարապես հանեն դասընթացներից։
Դե այնպես չի։ Այսինքն կան կարող են լինել, կլինեն ֆինանսավորողներ, որոնք այդ նախագծին կհավատան եւ կֆինանսավորեն, իսկ դրա համար շատ մեծ գումարներ պետք չի այդ գիտելիքը տալու եւ այդ մարդկանց գտնելու համար։ Գրքերը չեն միայն մեղավոր կամ գուցե գրքերը չեն մեղավոր։ Գրքերը գրողներն են, ակադեմիական հանրությունն է, հա, որ դու կարող ես ցանկացած սովետական միությունից, այո, սովետական միությունից վերցրած, Ռուսաստանից վերցրած քաղաքական դուք ուղղակի բացեք այսօրվա ակադեմիայում քաղաքագիտության բաժնում աշխատող տեխնացուների հոդվածները կարդացեք, կլացեք։ Այո, ծանոթ եմ։ Երբ ես ուսանում էի միջազգային հարաբերությունների քաղաքացիական բաժնում, բոլոր գրքերը դրանք ռուսերեն էին։ Այո։ Դա ոչինչ, որ ռուսերեն լինի, բայց բովանդակություն լինի։ Հա, դա եմ ասում։ Հենց դրա մասին է խոսքը, այո, ինչի մասին դուք խոսում եք։ Այո, քաղաքագիտության այսօրվա տեխնացուն մեջբերումներ անում Վլադիմիր Պուտինից, բան ասեք, ինչ որ աբսուրդ բան է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։